Պայստազորի գնդապետ Սիմոնյան, այսօրվա մեր ոչ ներկանը, Պայստազորի գնդապետ Սիմոնյան, մեր այսօրվա պահանջն է, որպեսզի Ամերիկայի փոխնախագահ պարոն Վենսին հանձնենք մեր նամակ, ունենք պատրաստված համահայկական ճակատագործության կողմից, որի նպատակն է մեր արցախահայության, մեր ռազմագերիների, մեր գերիների, մեր քաղաքացիական անձանց վերադարձի հարցը Արցախի հանրապետություն, ինչպես նաև Հայաստանի հանրապետությունում քաղբանտարկյալների եւ հայ առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումները, որը իրականացում է այսօրվա իշխանության կողմից։ Պարոն Սիմոնյան, օրեր առաջ Ադրբեջանում ցմահազատազրկման դատապարտեցին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, այս պայմաններում ինչպես է տեսնում նրանց վերադարձի հավանականությունը։ Նրանց վերադարձը կլինի հուսով եմ այն ժամանակ, երբ որ այսօրվա իշխանությունները չլինեն պետության գլուխ։ Նույն օրը նաև հանրապետության վարչապետը խաղաղության եւ եղբայրության Զայեդ մրցանակի արժանացավ եւ հայտարարեց, որ Հայաստանի եւ Արցախի միջև մարտական էջը փակված է, այսուհետև միայն խաղաղություն է լինելու։ Դա քաղաքացիական պայմանագիր կուսակցության համար է փակված։ Հայ ազգը պետք է միշտ մարտնչի։ Մենք դարեր ի վեր գտնվել ենք մշտապես պատերազմական վիճակում եւ հայ ազգը, քանի դեռ ապրում է հայոց աշխարհում, հայկական բնորանում, պատերազմներ միշտ լինելու են, դա խուսափելի է, քանի որ մենք շրջապատված ենք մուսուլմանական պետություններով, որից երկու պետությունները մեզ թշնամի են, մեզ դավաճան են, նրանք մեզ տեսնում են որպես թշնամիներ։ Ասացիք, որ նամակ եք հանձնելու բովանդակության մասին, ինչ բովանդակությամբ նամակի մասին։ Բովանդակությունը հայ գերիների վերադարձն է Հայաստանի Հանրապետություն, հայ առաքելական եկեղեցու դեմ այսօրվա բռնաճնշումներն են եւ արցախահայության վերադարձը դեպի Արցախ։ Քանի որ անդրադարձեք եկեղեցուն, վարչապետը նաև ասում է, որ այս process-ը ոչ թե հայ առաքելական եկեղեցու դեմ է, այլ կոնկրետ անձի, ասում է, որ նա եկեղեցու դեմ ոչինչ չունի, խնդիրը կաթողիկոսն է։ Մենք չենք կիսում վարչապետի կարծիքը, մենք ունենք մեր կարծիքը, այս պահին իմ կարծիքով եւ շատերի համոզման կարծիքով միակ կառույցը ինստիտուտը դա հայ առաքելական եկեղեցին է, որը պահպանում է հայապահպանությունը։ Ինչ է կարծում այս ձեր թվարկած խնդիրների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը օրինակ J.D. Vance-ի հետ հանդիպման ընթացքում այդ հարցերը քննարկել կփորձի։ Կարծում եմ ոչ։ Ինչու՞։ Որտեվ դա ձեռնատու չի։ Հայաստանից հետո նա նաև Ադրբեջան է մեկնելու, այնտեղ կքննարկվի այս հարցերը։ Դա կապված է օրվա իշխանության եւ մնացած մեր հասարակական կազմակերպությունների, ընդդիմադիր մնացած ուժերի, նաեւ այսօր Արցախահայությունը հավաք է կազմակերպում ԱԳՆ նախարարության մոտ, կարծում եթե լավ ճնշում լինի, միանշանակ քննարկվելու է։ Շնորհակալ եմ շատ։